Բարի երեկո, բոլոր մայրերի և քույրերի ավիշտ մայրության և գեղեցկության օրնա, տոնը շնորհավոր, բայց ես անցնեմ մի անգամից քաղաքական թեմաների, զրույցը կվարեմ ես կապված ազգային ժողովի դարպասների մոտ, այդ ռեշոտկեքի մոտ հավաքած ժողովրդի հավաքման մասին և իմ վրա էլ է SMS-ներ գալիս Ռուսաստանից, ոնց որ մենք ունենք սարսափած հայրենակիցներ, որ Ռուսաստանից վախեցել են, թե իբր թե վերջին հանդիպումից հետո Պուտինը կդադարեցնի չվերթի ինչ-որ Հայաստան, Ռուսաստան, սանկցիա, բան չգիտեմ, գազը կթանքացնի և այլն, ժողովուրդ ջան, մի հատ կարանք հասկանանք, ինչպես կարելի է անվանել ուժեղ Հայաստան, ինչպես կարելի է առաջնորդին անվանել ուժեղ, եթե տվյալ առաջնորդը, ով որ պատրաստում է դառնա երկրի օրինակ առաջի դեմ ղեկավար վարչապետ, վախենում է գազը կտրելուց, վախենում է չվերթները դադարելուց, այսինքն պետականության կորստի մասին չի մտածում, պետականության կորստի վախը այդքան չի մեծ, ինչքան որ պետության մեջ գազի փոխարեն կարող է փետ վառեն, թե աթար վառեն, խիմեր պապերը իրանց առողջությունը, իրանց կյանքը, իրանց ոչ հարմարագեցությունը ոնց են արել, էլի ոնց են արել, որ դժվար կյանքով ապրել են, բայց ձգտել են անկախության, ձգտել են, այս որ ում խոսցնես Վարդան Մամիկոնյանի թոռն է, բա Վարդան Մամիկոնյանը ելել է հայկական ինքնության, քրիստոնեության, հայկական պետականության համար, որ ստրուկ չլինենք, հիմա ես ինչ եք դուք անում, այս սիրելի հայրենակիցներ, ես էլ հո ինչ որ ուժի մեջ չկամ կամ ինչ որ շահ չունեմ անձնական, ինձ մի քիչ կարաք լսեք, էլի, դուք գիտեք ես որ ձեզ եղբայրաբար եմ մոտիկանում, չնայած նրանք գիտեմ որ դուք ինձ կարող եք շնամարաբարել մոտիկանաք, ախր ես շատ բան եմ տեսել, դուք գիտեք չէ ես որտեղից եմ եկել, որտեղ եմ ծնվել մեծացել, գիտեք չեմ ծննդավայրից որ ինչքան եմ հեռու, բայց ծննդավայր կորցնելը իմ համար դաշ չի եղել, բայց ծննդավայր չկորցնելու համար ես պայքար մղել եմ թե չէ, իս չանաչողները գիտեք չէ որ մղել եմ, բա որ մղել եմ մի փոքրիկ փորձ ունեմ, չէ ուրեմն չի կարելի մի փոքրիկ էլ իմ խոսքերի ուշադրություն դարձրած, մի քիչ էլ ես չեմ հրաժարվում, իմ հետ երբ որ ուզում են ինչ որ հարց պարզեն քաղաքական, ճիշտ է, սխալ է, լավ է, վատ է, ես չեմ ասում, գիտեք ինչ կա, ես բարձր պաշտոնյա եմ, կամ ինչ որ նենց լուրջ բան եմ, պաշտոն եմ զբաղեցնում, լուրջ գործի մարդ եմ, շատ խառն եմ, զբաղված եմ, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, սիրով, սրտանց կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին, կուզեք այդքան ժողովրդի մեջ հավաքված մարդկանց, եթե ցանկություն կունենան իմ հետ ուղիղ եթերով զրուցեն, չնայած մի քիչ կասկածում եմ, որովհետև խուսափում եք նաև լրագրողի հարցերին պատասխանել, լրագրողը ձեզ թեթև հարցեր է տալիս, չեք կարող պատասխանեք, բայց եթե մեջները կան պատասխանեցին, եթե դուք ցանկություն կունենաք իմ հետ զրուցել, ես պատրաստ եմ ձեր հետ զրուցել այդ մասին։ Ես ավելի կոփված երևի պետական գործիչ եմ եւ քաղաքական գործիչ կլինեմ, քան թե ձեր պատկերացրած ուժեղ Հայաստանի քաղաքական գործիչները։ Ժողովուրդ ջան, մինչև յուրաքանչյուր դետալ, թեկուս զենք, սուր, դանակ, կացին, մինչև այդ ֆիգուրան ստանում է ինքը, այդ ձևը, ինքը կրակների մեջով անցնում, ուժեղ տաքության արդյունքում, ծեծելու արդյունքում ստանում է ձև։ Ինձ ուզում եմ ասեք, Սամվել Կարապետյանը քաղաքական ճանապարհ ունի անցած, Սամվել Կարապետյանը պետական կառավարման փորձ ունի թե չէ, դուք նայեք ինձ չմոլորեցնեք, որովհետև ես եմ մարդկանց մոլորությունից հələ օգնում հանում, չշփոթեք դուք բիզնեսը քաղաքականության հետ, մանավանդ մի այնպիսի երկրում, որ դա Ամերիկան չի, դուք չշփոթեք օրինակն էլ բերեք ասել Դոնալդ Թրամփն էլ էլի դե բիզնեսմեն է, բայց երկրի նախագահ, սա Հայաստանն է շրջապատված հազարամյա տարիներով հակասությունների, ճակատամարտերի, մինչև օրս դեռ
խաղաղություն չկնքած հարևանների հետ։ Եվ ինքը ունի դեմոգրաֆիկ խնդիր, ունի բազմաթիվ խնդիրներ, բայց ես դեմոգրաֆիկը միշտ առաջնային եմ համարում, որովհետև հողը նրանն է, տարածքները մեծանում է, ով որ երեխաներ շատ է ծնում, լույս աշխարհ բերում։ Մեր ազգը կանգ է առել, չի ուզում ծնի շատացնի։ Մեր ազգի մեջ շատ կա, որ չեն ամուսնանում։ Լավ, անցնենք բուն թեմային։ Ես մի փոքրիկ դետալ էլի մեջ բերեցի։ Հիմա այսքան խնդիրների մեջ դուք պատկերացրել եք, որ բիզնեսմենը, ես հարգում եմ Սամվել Կարապետյանին, ինքը որպես բիզնեսմեն, որպես բարերար, օգտակար բաներ արել, չեմ խորանում ընդ բարերարություն արել, տոկոս վերցրել, ինչ որ առուծախի մեջ ա եղել, ես ձեզ ուղղակի թարմ օրինակ եմ բերում։ Ձեր երկրի ղեկավարությունը, ես մեր արցախցի քույր եղբայրներն ասեմ, որտեղ մենք մեր քույր եղբայրներից, մորքուրներից, քերիներից են մարդիկ եղել, ասում եկալ եմ պատար դինջանամ քինամ, եսա քինամում։ Չէ, դինջնալավ դեռում չի, մորքուր ջան։ Այդ սոտ բեները աշ չգենեմ։ Արայքնել է, սոտ մարդիկ հատուս կալալ։ Դա ուղիղ ծզմ ասը մորքուր ջան, որպեսզի ինչ ճիշտ հասկանաք։ Բայց որպեսզի բոլորը հասկանան, արեք լավ գրականով խոսանք։ Արայքնել է հանել մարդիկ հրապարակ, մեկը իմ կողմից հարգված, սիրված շատ հարգանքներ ունեմ ես։ Լավ անոչ չասեմ չթիրախավորեմ, որովհետև ինքը կապ չունի, դե հիմա համակարգի մեջ ա եղել, ասել են պետք է խոսաս վստահություն ունես։ Թամադայի շոումեն էլ երևի, հա կապ չունի, լավ։ Հանելա պետնախարար ա եղել երևի այդ ժամանակ Գուրգեն ազգանունը մոռացել եմ, որ մի քիչ լցված տենց դեմքը լիքոտ տղակա պետնախարար Իրանա հանել, իգնել է խոսացել, սոված փորով մարդը դուրս է եկել ասում, արա խոսա, ասա տենամ, երեխա սոված է, ինչպես կերակրեմ, շրջափակված ենք, հաշկա, ասում դու սուս մնա, տարեք իրան տեից, բան ես հերվից եմ լսում, բառերը լավ չեմ լսել, գիտեմ որ լռեցելի մեր հայրենակցին։ Հիմա այսօր ազգային ժողովի դեմ ասում ես, էսա դինջանում քինամ, ինքդ քեզ ես խափում։ Կարող է դու հիմա գնաս տունը ասես լավ խափեցի բաց բանին, Նարեկ Կիրակոսյանին։ Նարեկ Կիրակոսյանը հավատացել է, ուրեմն որ գնաց հարցեր չտվավ, ձեր մոտ տենց կա տպավորություն է, որ լավ տեղը դրինք, խափեցինք Նարեկը գնաց, բայց լավ հավատաց, չէ։ Այդ տենց էլ դուք ինքներդ, այդ անձնապես այդ մորքուրին չի ես ասում, ընդհանրապես մենք ժողովուրդս, մենք խափում ենք դիմացինին, մենք խափում ենք ինքներս մեզ, ու այդ պահը որ անցակենում, հիանում ենք, չգիտենք որ հետո այդ նույն խափած այդ վիճակը մեր դեմը փոսա բերելու եւ փոս փորողը ինքն անգնում փոսի մեջ երեք չի բա բոլ չի իրար խափենք արայքը ձեզ բոլորիդ խափես նույն բիզնեսմեն էս ինչու ես զուգահեռական տարա այսօրվա իրավիճակին Հայաստանում Արցախի իշխանությունների հետ որտեղ ընդել էին բիզնեսմեններ ես ասում եմ չպիտի վաշխառուն այսինքն առևտրականը ռազմական դրության մեջ գտնվող երկրում ղեկավարը լինի դուք չեք լսում ես ասում եմ ռազմական դրության մեջ գտնվող ժամանակ պետության ղեկավարը պետք է լինի ռազմական գործիչ ինչպես եղել է ժամանակին օրինակ Շարլ դը Գոլը չէ զինվորական ա եղել եւ էլի դեպքեր պատմության մեջ կա որ զինվորական ա եղել մեր թագավորները նախկինում իրանք սաղ թուրը ձերն առաջամարտիկ էին այս վերջերը դες դարձա որ արդեն զինվորականը sense պետքա փոր ունենա անպայման խոզի տավարի ֆերմա ունենա դե ռեստորաններ պավիլոններ հյուրատներ բիզնես շինարարությունը բան հացաբուլկեղենի բան ամեն ինչի ցեխ բան պետքա ունենա որ ու փորն էլ անպայման մեծ պետքա լինի բա փորը մի քիչ տեն ստանդարտների մեջ լինի բա ամոթ չի խայտարակություն կլինի հիմա եթե դուք Վարդան Մամիկոնյանի ժամանակներից եք խոսում Գևորգ Մարզպետունու ժամանակներից եք խոսում Տիգրան Մեծի ժամանակներից եք խոսում ես ուզում եմ իրանց համեմատեք ձեր այսօրվա պատկերացրած առաջնորդների հետ ով էր իրանցից բիզնեսով զբաղվում պետական գործիչներ էին ռազմական գործիչներ էին Եվ թագավորություն էին տնորինում։ Հիմա այդքանի մեջ ինչու գիտեք ժողովուրդը Խիան Նիկոլին շատ հիմա աջակցում ու ինչքան ուժեղանում են այս թիմը Նիկոլը որովհետև կոփված քաղաքական պետական գործիչ է։ Անկախ իր սխալներից, թերություններից, անկեղծ ասած, եթե իդեալն լիներ Նիկոլը, ես էլ կմտնեի իրանց կուսակցություն ուժեղ առաջ կը։ Բայց քանի որ ես տեսնում եմ որ իր շրջապատում կուսակցության մեջ եւ Էլի տենց աջակցող մարդիկ կան ես որ ճիշտ ասած ճիշտ չեմ համարում ես էլ այդ նույն աջակցողի մոտ կանգնեմ կներեք սա քաղաքացիներին չի վերաբերվում կոնկրետ թիմի մեջ այսինքն այդ կուսակցության մեջ անձին կան որ խակին կպնում են արդեն շատ համահանում են ես զգուշացնում եմ ուրեմն մի հատ բլոգեր կա ես իրան զգուշացնում եմ
նայ շատ ինֆորմացիա ունեմ։ Ես չեմ ընկնում ոչ մեկի հետևից, մանավանդ նախընտրական քարոզարշավը, բայց քեզ զգուշացնում եմ։ Ընդհանրապես անձնավորած մարդկանց դադարեցրու Արցախի ժողովրդին դադարեցրու կպնել Արցախի ժողովուրդը նույն ժողովուրդն է ինչ որ Հայաստանի ժողովուրդը։ Ուղղակի Արցախի ժողովրդի մեջ քաղաքական մի քիչ пассивություն ա եղել, սխալվել են, կորցրել են, միջև հիմա հələ սխալել ապրում են երևի, շատերը հələ դարձի չեն եկել, չեն գիտակցել ինչա կատարվում, բայց ինձ եւ քեզ եւ ոչ մեկին չի թույլատրվում, իրավունք մենք չեն կարող վերապահել մի ամբողջ ժողովրդի վիրավորել։ Հուսով եմ հասցեատերը գիտի որ իրան ավել հայացքս ուղղում եմ քեզ ու շատ իրեղի ես քեզ ասում եմ մեր նորից դու Արցախի ժողովրդին ամբողջությամբ թիրախավորեցիր նայ ես չեմ ուզում գնամ կեղտոտ քայլերի ինչ դու ես անում փոխադարձ նույնը անեմ ես մարդկանց անձնապես չեմ կպնում բացի որ տեսնում եմ համահանում եմ անընդհատ ինձ վիդեոներ են ուղարկում տվյալ ազնվորության ով որ իշխանության աջակից է չեմ ուզում նայեք իշխանության կարգին տղերք այսպես ասեմ Սանձերը կամ քաշում եք տվյալ ազնվորությանը կամ ես էլ մտրակս հանելու եմ աչու ձախ խփեմ հերիքելա բոլ եղավ մի բուր ազգենք մասնատած պարակտած արցախցիների էսա մի քանի հոգու ես անդրադառնում եմ էլի հարգալից անդրադարձ եմ կատարում իրանց քաղաքական հետամնացության քաղաքական անտեղյակության եւ սխալ դիրքորոշման մասով հարգալից եմ չեմ մոտիկ անում եկեք այս սկզբունքը որթե գրենք եւ իրար հանդեպ հարգալից լինենք այնպես որ հարգելի իշխանություն ես նորից հարգալից դիմում եմ ձեր որոշ բլոգերների սանձերը քաշեք անցյալ գիտեմ իրանց ապրածը գիտեմ իրանց պահելաձևը գիտեմ իրանց դիրքորոշումները գիտեմ եւ գիտեմ ինչպիսի հակումներ ունեն ինչպիսի հետաքրքրություններ ունեն ինչով են զբաղվում ինչով են եղել զբաղված ինձ մի հանեք հունից Ինչպես կարելի է թույլ տալ, ես այսօրվա իշխանությունից այդ եմ, ամենաշատը դժգո։ Այն որ հա Փաշինյանը կոփված քաղաքական պետական գործիչ է, այս մասով չեմ կարում ես իրան մանավանդ հեղափոխության սիմվոլ են ժողովուրդը ընդունում, ես չեմ ընդունում, որովհետև 18 թվին հեղափոխություն չի եղել, իշխանապողություն է եղել։ Երանի այդ ժողովրդին, որ մինչև հիմա հավատացել են հեղափոխությունով։ Բայց ես չեմ կարող լռել, որ ձեր կողքի բլոգեր կամ ինչ որ պետական գործիչ թույլ է տալիս Արցախի ժողովրդի հանդեպ այդպիսի նույնը ես թույլ չեմ տալիս որ Հայաստանի ժողովրդի հանդեպ եթե ես տեսնում եմ մեր Արցախի իրան սխալ պահող որևէ քաղաքացի կամ հայտնիություն ունեցող անձ քաղաքական պետական գործիչ սխալ արտահայտություն անում մեր Հայաստանի քույր եղբայրների հանդեպ ես իրան էլ եմ պատասխանը տալիս հələ ավելի կոպիտ եմ տալիս Ժողովուրդ ջան, ես այս հարցում չեմ կարող ինձ զսպեմ։ Անհարգալից վերաբերում ենք ժողովրդի հանդեպ չի կարելի է անհատի հանդեպ էլի եթե ինքը իրան փիս է պահել, սխալ է պահել։ Բայց մի ամբողջ ժողովրդի, ասում է Փաշինյանի մազը չեն փոխի ամբողջ Արցախի ժողովրդի հետ։ Հետո որ էսա մեկը վարատնիկից բռնի ասես ինչ ասա, я не всем сказал, это не всем касается. Я для нескольких карабахцев сказал. Я этих карабахцев сказал, которые с Бако Саакяном, Сараик Հարությունյանом տաշի-տուշի ձելելի։ Կրուցիտը գրպանը դրացա։ Արա տղամարդ եղեք, ասածների հելնում եմ սա Հայաստանով մեկ ավտոյովս պտտվում, Գյումրիից եմ գալիս, մի քիչ էլ հոգնացել վիճակս։ Արա Շուշես իջեցրած եմ քշում, քայլում եմ ժողովրդի մեջով, Մասիս քաղաքում եմ եղել, Մասիս քաղաքն էլ է գտնվում, հակաիշխանական ուժի ձեռը, Գյումրի քաղաքն էլ Ես կարամ Հայաստանի յուրաքանչյուր քաղաք երթևեկեմ, որտեղ ասասներից համար ես պատասխան կարամ տամ նույն քաղաքական գործչին նույնիսկ քննադատել եմ, քաղաքական գործիչի ինձ հանդիպելուց չի կարող ասել, ես իսկ քննադատել, հələ ավելի լավ կզգա։ Ես անուններ չեմ ուզում ստե հնչեցնել, բոլորդ էլ տեղյակ եք, ով է իրան տենց պահում։ Կոպեկ են գցմարա, մարդկանց բերան, ես չեմ հասկանում, խի, տենց հա կարգը, հասկացանք չես աշխատում ոչ միտեղ կոնկրետ ինչ որ տեղի համար գործ ես անում, հələ X-ա, կարող է արտաքին գործերի համար, արտաքին պետությունների համար էլ ես աշխատում։ Եթե մենակ իշխանության համար ելներ, ես քեզքան չէի ներվայնանա։ Ցավն է որ դեռ փաշ չի իշխանապողություն կլինի թե 26 թվին, թե 31 թվին, պարզա լինելու թե ամեն մարդ ով շուններ, ամեն մարդ ով շիստյորկանու տասովշիկներ կամ որևէ պետության ագենտը
Ես անուններ չեմ տալիս։ Ես այնպիսի դաստիարակություն եւ այնպիսի դիրքորոշում ունեմ, որ ես չեմ սիրում անձերի կոնկրետ թիրախավորել, անվանական, բայց բոլորն էլ գիտեն ում մասին է խոսքը։ Հիմա վերադառնանք թեմային, ժողովուրդ ջան։ Խնդրում եմ, հարգանք դրսևորեք մեկը մյուսի հանդեպ։ Պարակտել են մեր ազգը այսօրը գցել։ Դուք չեք հասկացել ինչ հիմա ինչա կատարվում։ Ռուսնա հիմա էլ պարակտում։ Ռուսը պարակտում, ասե, տես ինչ մուտիտա գցել բան, էսա սամալոտները, սամալոտները գլխիդ տված։ Ռուսաստանաբնակ հայրենակիցներ։ Ես կարամ ձեզ խնդրեմ, խորհուրդ տամ, եթե ձեզ պետքա նեղեն բան, ձեր ունեցվածքը ամեն ինչը կարող եք մի կերպ ծախեք, եթե Հայաստան չեք ուզում գա, գնացեք եվրոպական երկրում ապրեք։ Հերիքա Պուտինը կգնա, կկորի, հետո հետ կգա կամ ձեր ունեցվածքը մի բան արեք, չգիտեմ, խնդրում եմ Հայաստանի պետականությունը մի սակարկեք ձեր ունեցվածքի հետ, ձեր ունեցվածքը կարակ հետ բերեք, կարակ վերականգնեք, բայց Հայաստանի Հանրապետությունը, որ դա Աստծո կողմից նվեր է, եւ ես չգիտեմ, պետականություն մեկ դարերով չենք ունեցել, հիմա ունենք պետականություն, կռիվա գնում պետականության, Ռուսաստանի տակ մտնի, թե անկախ լինի, չգիտեմ, ամեն դեպքում այսօրվա իշխանությունը իր այդ սխալ բաներով, իր այդ քայլերով, բանով ինձ տեղ-տեղ անհանգստացնող, տեղ-տեղ նյարդայնացնող, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի կախվածությունից որպես գաղութ փորձում են հանեն, ես այդպես եմ մտածում, կարող է ես էլ եմ սխալվում, համենայն դեպս այդպես է իմ կարծիքը, բայց այդ ճանապարհին թե պետքա հայից անջատել, պարակտել, թիրախավորել, sense բաներ արած, սա էլ իմ կողմից չի ընդունվում, եկեք միասնական, ինչ անում եք, միասնական անեք, ոչ թե պարակտելով, եկեք սիրով, համերաշխությամբ անեք, ոչ թե պարակտելով։ Վերջը վերադառնանք թեմային, էլի չեմ կարող ինձ զսպեմ։ Ուրեմն ժողովուրդ ջան, ովքեր որ վախենում եք Ռուսաստանի այդ պահելաձևից, ես ձեզ ասեմ, նախ առաջինը Ղարաբաղը, եթե մինչև հիմա չեք հասկացել, չեք ընդունել, որ ինքն է տվել, այն օրը Փաշինյանը իր երեսին ասեց, որ ձեր երկու անգամ ընդունելուց հետո Արցախը Ադրբեջանի կազմ ես էլ ընդունեցի։ Կներեք մի քիչ լավ չեմ ասում էլի։ Մի վախեցեք, լավ, եթերը փակում եմ, առողջականս չի ներեմ։ Մի վախեցեք, Արցախը ոնց տվել է Ադրբեջանին, կգա ժամանակը Արցախը նորից հետ կվերցնի։ Արցախը Գյուլիստանի պայմանագրով 1824, եթե 25 չեմ հիշում, այդ թվերին էլի կոնկրետ թիվն եմ մոռացել։ Պարսկաստանի լծից հանում է Ղարաբաղը, կպցնում իր ռուսական կայսրությանը։ Հետո իր ձեռնա, չէ, տվել է նորից Ադրբեջանին։ Հա, հայկական է եղել, հայկական մելիքություններ է ունեցել, հայկական բնակչությամբ մեծամասնությունը։ Ոնց սիրտ ուզել է տվել Ադրբեջան։ Հիմա սիրտ ուզել, որ ուզի հետա վերցնելու կամ Հայաստանին տա, կամ հետա վերցնելու առանձին ինչ որ մի հատ իր համար գուբերնիա սարքի, ինչին Արցախի ժողովրդի մեծամասնությունը սկի դեմել չի։ Ճիշտ է, հա, իմ սրտի երազանքն է Հայաստանի միացում, բայց եթե այդ ժամանակն էլ կա, ուրեմն կգա։ Արեք մի սպասեք, որ Հայաստանի ղեկավարությունը որևէ ժամանակ թե Նիկոլի Օրոք, թե Սամվել Կարապետյանը, որ գա վարչապետ, թե Ռոբերտ Քոչյանը, ով ուզում է գա, ոչ մեկը Հայաստանի ղեկավարությունից չի կարողանա Արցախը հետ բերի։ Հենց գան իշխանության, սուսու փուս այդ թեման փակելու են։ Երբ որ դուք էլի գնաք ազգային ժողովի ռշոտկեքի մոտ, փորձեք ցույցեր անեք, ընես կցրեն ձեր սիրուն ցույցը։ Այն վաղ կասեք, արա ես Գևորգին, արես ինչ գիտեր ես քանա։ Ես ձեզ ավել բան չեմ ասում, թազա հեծանիվ չեմ հայտնագործում։ Արցախի հարցը դա գեոպոլիտիկի հարց է, Արցախի հարցը դա հայկական տիրույթում չի։ Դա գերտերությունների տիրույթում է։ Եվ եթե Ռուսաստանը հաջողի իր ուժերը վերականգնի, ցանկություն ունեն Արցախը վերադարձնելու հայերին, բայց մինչև օրս չի եղել տենց դեպք, որ Ռուսաստանը հայկական հողերը հանձնելով թուրքերին, հետ վերադարձնի Հայաստանին։ Այնպես որ արեք մի սպասեք Երևանից, որ Արցախը հետ կբերի։ Անցեք առաջ։ Արցախում ապրելու ժամանակ նույն մեր մորքուրը, մեր հոպարը, մեր քույր եղբայրները, որ այսօր էլի մասնակցում են ինչ որ Երևանում ցույցերի, այդ մարդկանց ես ասում եմ, որ մենք ունենք տարբերակ, մենք ունենք շանս Արցախը պահպանելու որպես հայկական։ Ես չեմ խաբել իրանց ասել պետականությունը Արցախի պաշտպանում ենք, ես չեմ ասել կարանք Արցախը անկախացնենք, չեմ խաբել, ժողովուրդ, թող վիդեոներս հանեն տնեն, ես որ ասել եմ հայկական մնալու մասին։ Այ թե Թուրքի կազմի մեջ ապրելը բան, եթե դուք վախ կոտեիք Թուրքի հետ ապրելը, իմ պապիկը, ձեր պապիկը չի վախեցել Թուրքի հետ ապրել, հա, բայց Թուրքին դեմը չի չկռել։
Չի չոքել էլի, գրական ասենք։ Թուրքի դեմը չի նվաստացել։ Գիտեք ինչից է, նա մոստասիբ են ունեցել։ Կարող է իմ Պակալենյաս մի քիչ այդ առումով բուքսավատա անեմ։ Ես ուղի խոսացող մարդ եմ, հենց տենց էլ կա։ Այո, այսօրվա սերունդը մեր սիրելի Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը բանը մեծամասամբ փողով առել է։ Մեր սիրելի արցախցիներ, ձեր ճանաչած այն ժամանակների, այդ 30-35 տարվա ժամանակների, գիտեք ինչքան լավ տղա կա, որ դուք պատկերացրել եք, թե իսկականից լավ տղա են, բայց իրանք գործակատար են, իրանք չեմ ուզում ուրիշ տենց կոպիտ բառեր օգտագործել, բայց հրաման կատարող լավ մարդիկ էին, այսինքն քաղաքական ղեկավարների հրաման կատարող մարդիկ էին։ Ձեր աչքերին իրանք հզորներ էին։ Այդ կեղծ ժամանակաշրջանը, այդ կեղծ դարաշրջանը, որ բազմաթիվ կարգին տղերք ավելի լավ տղերք էին, կարային պետականություն կերտեին, կարային ուժեղացնեին Ղարաբաղը։ Այդ տղերքը մնացել են Լուսանցքում։ Առնվազն մնացել են Լուսանցքում։ Ամենավատ սցենարով սպանվել են։ Նենց սցենարը, որ թողնի լքի երկիրը։ Այսինքն առույցների ձեռից 94 թվի առույցների ձեռից, որ 94 թվին պարգևել մեր ազատագրված Արցախ։ Ղեկը անցվել է շակալների ձեռը։ Դե գնացեք ձեր շակալներով, հիմա մտածեք այդ շակալների հետ միասին մտածեք, տեսեք խի ենք այսօր ընկել։ Եվ մի հատ էլ օրինակ բերեմ։ Դու քո տունը չկարեցար մաքրել։ Դու չկարողացար Արցախում քո տունը մաքրեիր, տուն նկատի ունեմ Արցախը, բոլորիս տունը։ Կամ վերանորոգեիր, կամ փոփոխություն անեիր։ Չէիր տեսնում փոփոխություն։ Անհնար է, բրատ։ Անհնար է, բրատ։ Ինչպես դարձավ հնարավոր Երևանում։ Դու Ստեփանակերտ հնարավորություն չէիր տեսնում փոփոխությունների։ Դե բրատաններն են ընդ նախագահ են նստած, չէ՞։ Արայիկ Հարությունյան, Բակո, Արկադիա, իրանք որոշողն են, չէ՞։ Ինչպես դարձավ, որ դու հիմա եկար Երևան, գցեցիր բռնեցիր, որ կարաս օրինակ այսօրվա ղեկավարին փոխես Սամվել Կարապետյանով։ Բա ինչու՞ չէ դեր փոխում դու քո ղեկավարությանը ռազմական գործի մասնագետ Սամվել Բաբայանի հետ։ Գիտեիք Սամվել Բաբայանը ինձ բարեկամա, թե օգուտ ունեմ իրանից։ Թե տենց ես երկրպագում եմ Սամվել Բաբայանի մարդ կերպարը, ոչ, ես իրան մարդի օրինակ գնահատեմ կամ թերագնահատեմ։ Իրան մարդ կարա իրա դասարանցին, կուրսեցին, բանակի ընկեր, հարևան, ընկեր, իրան գնահատեն։ Ես իրա որպես ռազմական գործիչ, իսկ մեր երկիրը գտնվում է ռազմական դրության մեջ։ Ռազմական դրության մեջ գտնվող երկրում ես հելել եմ ցույց արել, ինձ ձերբակալել են եւ 700,000 տուգանք պետք է ին վրա դնեին։ Կռիվը սկսվեց, չկարողացան այդ հարցերը լուծել։ Ուզում եմ ասեմ, եթե ասեք ռազմական դրություն չէ, քաղաքական տես դրություններ պետքա քաղաքական տես լուրջ դեմքեր լուծեին, ապա ինձ ինչի են ձերբակալել, որովհետեւ պետությունը գտնվում է ռազմական դրության մեջ։ Մեր չեք ուզում ընդունեք, հասկանաք, որ մի կարևոր բան էլի, ախր տեսեք նորից եմ ասում, Սամվել Կարապետյանի հանդեպ, եթե ես մի գրանցված բան ունենայի, թող ես ամենավերին պատիժին արժանանամ։ Ես չունեմ ոչ մի բան, ուղղակի ես ասում եմ, թողեք այդ մարդը իր բիզնեսներով զբաղվի։ Թողեք այդ մարդը, եթե կարող է բարերարություն ունի պետության համար, թող անի, ժողովրդի համար լավ բաներ կարող անի, թող անի։ Դուք եք շփոթել, ով որ փող ունի, կարա է պետություն կառավարի, չի կարելի, չէ՞։ Հիմա եթե ես սրտի բժիշկ չեմ, ձեր սիրտը դուք ինձ կվստահեք, ես օպերացիա անեի, չեք վստահի, բայց եթե ես կարամ ձեր կյանքը անվտանգ տեղափոխեմ A-կետից B-կետ, այդ եմ կարող անում, այդ վստահեք։ Կամ էլ հակառակը, բժիշկը, եթե լավ բժիշկ է, եթե սիրտդ վստահում ես ինքը օպերացիա անի, լավ ես անում, բայց նայ չսխալվես, այդ նույն լավ բժշկին վստահես քո երեխու կյանքը ավտոյով մի տեղ տանի, որովհետև ինքը վարորդ չի։ Մի քիչ ուշադրություն դարձրեք իրավիճակներին։ Եվ եթե իմ խորհրդի կարիք կզգաք, ես պատրաստ եմ եթե ուզենաք զրուցենք։ Անձնականին, եթե քաղաքավարի խոսույթ ձևավորված իմ հետ փորձեք կոնտակտի մտնեք, ես քաղաքավարի ձևը ձեզ կփորձեմ հիմնավորել, մեկնաբանել եւ այլն։ Տեսեք, ասում եմ, ես ձեզ չեմ ուղղորդում որևէ մեկին ընտրեք։ Ես ձեզ ընդհանրապես ուղղորդում եմ, որ ընտրություն կատարելուց ընտրեք պետական գոշի։ Վաշխառուններից մենք կուշտենք, վաշխառունների օրոք երկիր կորցրինք։ 2 տարի առաջ մի հոգի խաչը վերցրավ աջ ձեռով, ձախ ձեռով էր քաղաքականությամբ էր զբաղվում։ Ես այդ երևույթը խաչագողություն որակավորեցի։ Տեսակ, որ չուներ միտ քաղաքական, հելելա հրապարակ չգիտի ինչ ասի։ Շոու սարքեցին, թատրոն։ Եվ ես համարել եմ դա հոգևորություն։ Իմ Արցախի ժողովրդին, ով որ Հայաստանի քաղաքական դաշտում, ով որ կփորձի իրանց վերքոտված սրտին աղլցնի, փորձի այդ հուզական վիճակին, մի քիչ էլ աֆեկտի տակ են, վրեժխնդրության մեջ են։
այդ մարդկանց օգտագործի իրանց քաղաքական հարցերում, ինձանից չնեղանաք։ Ինձ ինչքան էլ արցախցիները չսիրեն, չհարգեն, ինձ դա չի խանգարում։ Երեխան էլա, երբ որ ծնող ջղայնանում ավրեն, երեխան էլա լացումա, բողոքումա, պապա վատ ես դու, չէ՞։ Բայց արդյոք պապան վատ է, երեխու վատն է ուզում։ Ես իմ ժողովրդի վատը չեմ ուզում։ Եվ իմ պետության, ես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի եմ եղել, հիմա եմ լիարժեք քաղաքացի։ Ես իմ պետության ու պետականության վատը չեմ ուզի։ Եթե ես ինչ որ խնդրի մասին խոսում եմ, անհանգստություն եմ հայտնում, ուրեմն կա անհանգստանալու բան։ Եվ ինձ չնեղվեք, ասեք դու այդքան երիտասարդ, մեզ ասում ես ծնողի նման են վերաբերվում, քեզանից մեծ մարդիկ դե սենց են ասել, նենց են ասել, այս ինչ քաղաքական թեմաների մեջ են։ Մի դեղվեք, ստե տարիք կապ չունի, ստե հասակը կապ չունի, ստե կապը այնա, թե դու ինչպես ես մոտիկանում քո հայրենիքին։ Ես մոտիկանում եմ որպես ծնող։ Ես ունեմ 3 երեխա, եւ 3 երեխա ունեցող մարդը իր երեխի ճակատագիրը, որ ուզում է այս նույն պետության մեջ տեսնի, նա պետք է անհանգստանա։ Եվ ես անհանգստանալով պետությանս մասին, անհանգստանում եմ հավասարաչափ իմ երեխաների մասին։ Իսկ դուք ժողովուրդ ջան, եթե քաղաքականապես մի քիչ հետ եք մնացել, եթե դուք այդ պետական հարցերում այդքան խորացված չեք, քաղաքականության մեջ եւս խորացված չեք, ես խորացված եմ։ Ալեք այս մասով մի քիչ հանգիստ, մի քիչ դադարտվեք, մի քիչ լսող եղեք։ Եկեք իրար լսող ելնենք։ Ես չեմ ասում, ես ասեմ դուք լսեք։ Եթե դուք ունեք ասելիք, խնդրեմ ասեք։ Բայց ես ունեմ այնքան փաստարկներ, որ ձեր պատկերացրած առաջնորդները, որ ձեր պատկերացրած հզոր տղերքը արեք էտեր մնա փակագծերի մեջ այսօր չբացեմ։ Ինչպես կարային օգտակար լինեին դրական քայլերով, չեն եղել օգտակար, այսօր մենք մնացել ենք առանց մեր ծննդավայրի։ Մի նեղվեք, մի վիրավորվեք իմ խոսքից։ Ես ոչ մեկին չեմ վիրավորում։ Բոլորին էլ սիրում հարգում եմ, անկախ նրանից, որ դուք 70%-ով ինձանից զզվում եք։ Նորմալ է։ 18 տարեկանում, 19 տարեկանը մեր աֆիցերների հետևից քֆուր էինք տալիս։ Այդ իմ հետ ծառայած դղերքի ժամանակաշրջանում։ Դե աֆիցերա։ Արա, ասինքն ես չէ 19 տարեկանում խելքս եկավ։ Կարող է մարդկա 2 տարի էլ ծառայել է տենց։ Ես էլ գնացել եմ բանակ, աֆիցերին քֆուր են անում, ուրեմն այդ լավ բան է։ Ես էլ եմ քֆուր անում։ Հետո 19 տարեկան խելքս է, ես որ հելը արդեն պոստեր, սահման էի պահում։ Ես աֆիցերի կարիք սկսեցի զգալը։ Ես զգացի, որ պոստում 6 հոգի ենք, 7-րդ հայը մեզ չի խանգարում, անկախ իր ուսադիրներից։ Հասկանում եք, այսինքն կա կարծրատիպ էր, որ պետքա ջարդել։ Եթե 18 տարեկանում ես անմիտ էի, չէի հասկանում, 19 տարեկանում խելքի եկա, հասկացա, որ աֆիցերին քֆուր չեն անում, աֆիցերը մեր եղբայրն է։ Հիմա ես ձեզ եմ ասում, եթե դուք քաղաքականապես ունեք կարծրատիպեր եւ ինձ դիտարկում եք որպես թշնամի, ես ասում եմ, ջարդեք այդ կարծրատիպերը, ես ձեր թշնամին չեմ։ Ես ձեզ, մեզ, բոլորից լավն եմ ուզում։ Սխալ էլ ասեցի ձեզ մեզ, մենք բոլորս միասին մի երկրում ենք ապրում։ Այսօր ձեզ ուղղորդել են իմ ուղղությամբ, մտածելով, որ Գևորգը ինչ-որ տեղից իրան ֆինանսը, ամեն անգամ չեմ ուզում ես բառերը ասեմ, էլի, որ չթվա թե արդարանում եմ։ Ու դուք մտածում եք, որ հա մարդը փողի համար է խոսում, ֆինանսավորում են իրան, կարա ամեն ինչ ասի։ Ժողովուրդ ջան, չեմ ուզում վրցնեմ իմ տունս ցույց տամ, իմ դեմը տեքստ չկա, իմ դեմը ինչ որ վիդեո չկա, որ միտեղ նայում եմ, արհեստական բանականությունը իմ համար չի աշխատում, սա հոգուս սրտից դուրս եկած խոսքեր է, սա միտքը, ես իմ միտքը անկեղծ ասած ես չեմ դնում ասում ինչ ասեմ, ոնց ասեմ, ես արդեն վերնագիր ընտրել եմ, անմիջական շփում ունենալ ժողովրդի հետ միտքը դիեզերքից գալու է։ Ու տենց էլ լնում է, իմ եթերները այդ տեսակա, խնդրում եմ ու շատ եղեք, թույլ չտաք, որ ձեզ օգտագործեն, բայց նորից ես կրկնում եմ, ուզում է հոգևորական լինի, ուզում է քաղաքական գործիչ լինի, եթե ես տեսնեմ, մեր տուժված արցախցիներին օգտագործում են իրանց քաղաքական կեղտոտ հաղերի մեջ, ես արցախցիներին չեմ կպնելու, ես կպնելու եմ կոնկրետ այդ քաղաքական գործիչների գործունեությանը։ Էլի նորից եմ ասում քաղաքավարության կանոնների սահմանների ներսում առանց անձնական վիրավորանք հնչեցնելու
Բայց էդ էլ բավարար է, որ դուք լսեք, ես որ ձեր բռնած գործի մասին խոսում եմ։ Այսքանը լավ մնացեք, ես էլ գնամ մի քիչ պարկեմ, լավ չեմ զգում ժողովուրդ։ Հաջողություն բոլորիդ։